ներկայացեք եւ ասեք ինչն է պատճառը, ինչու եք հավաքվել կառավարության։ Արթուր Գառնիկի Խաչատրյան։ Նոյեմբերի 8-ին 24 թվականին Արտաշատում եղել է դեպք։ Մահացան երկու անձ, մեկը իմ եղբայրս Արտակ Մարտիրոսյանը, մյուսը երեխա 15 տարեկան Ռուբեն Ռուբենյան։ Արյուկեսա կատարում է միակողմանի թերի քննություն։ Բազմիցս մենք դիմումներ ենք ներկայացրել, Ում եք ներկայացրել դիմումներ։ Ատախարություններ, քննչական կոմիտե, պարոն Փաշինյանն է։ Պարոն Փաշինյանը ճիշտ է, տեղյակ չի, բայց մենք հրամայել ենք քննչական կոմիտեն, որ նայի մեր գործողությունները, մեր մտահոգությունները, բայց մեզ քննչական կոմիտեն ասում է կարա կապացեք, մենք քննիչ չենք որ ապացենք։ Մենք ինչ ասում ենք, մեզ ու կարա կապած, մենք չենք ապացուցող, մենք գնանք մի մատով կպնենք, իմացեք մեր վրա հոդված է դրած, փորձ։ Հիմա հաստերով մենք ներքին դիտումներով մենք սկզբից ոչ բան չգիտենք, մենք մի քանի ամիս եղած չենք, ոչ մի բան։ Ինչ բանենք, ինչ է կատարվել, հասկանում եք։ Չկա մարդ, չկա ասող։ Հետո կամաց պահանջը որպեսզի արդար հիմա մենք ուզում ենք որ դա կանգնացվի, քննություն տալի, որովհետև իրական կրակող չկա, հանցագործը չկա, իրական երկրորդ զենքը չկա գործի մեջ, երրորդ զենքը չկա գործի մեջ։ Ու սենց միակողմանի, չգիտեմ, ոնց ասեմ ձեզ, փնթի քննություն է գնացել, փնթի, մեր քննիչը թաքցնում է, տեսեք, ես անկյունի ցույց եմ տալի կրակող են, ասում եմ, տեսեք, պարոն Գաբրելյան, ասում է, հեցի 10 տարեկան առնակն է, իրենց երեխան էլի 10 տարեկան, իրան դա չի ասում մի անգամից, ոնց, սենց ոնց է սենց օրենք կա, կյանք տալը, ենքան ընտանիքներ, որ կյանք չեն կարող տա, մի հատ երեխա չէ, կյանք խլել է մարդու այդքան հեշտ է, ոնց ասանք, լավ, թող այսպես լինի, որովհետև մենք համաձայն չենք, բայց զենքը ուրա, երկրորդ զենքը քիչ կա, ինչի մատնայթեր չի վեկարված, զենքը որ բերեին, մատնայթեր վերցնեին, շատ բաներ, հիմա չեք ուզում, էլի մի քիչ բարձր, շատ բաներ կա քույր, այնպես բաներ կա, որ դատախազին հաղթան չկարանա պարասխանել։ Ձեր կարծիքով ինչի են այսպես քննությունը այսպես ընթացք տանում, ինչի չեն ուզում։ Մենք ենք ուզում հասկանանք, ով է հետևները կանգնած, կա չեմ կարող ասեմ, կաշառք հաստատ չէ, որտեղ կաշառք վերցնողը վախենալով է գործանում։ Ես մարդը բացահայտ, ասում ենք վկա ունենք, ասում է ում կողմից է, ասում ենք Արտակ Մարտիրոսյանի, լավ, թող մնա հետո, բանին, դատարանում, հասկանում եք ոնց հետո։ Մենք մի անգամ սրա արեցով մենք ցույց արեցինք Արտաշատի դատախազան դիմաց, որ ինչի պետք է վկանեն չարցակնի քնիչը։ Ճիշտ է, բերեցին, կանոնավորներին բերեցին 4 հոգի, որ վկայություն տան, բայց արդեն մեղադրանք դրած, նույն օրը արդեն մարդկանց վրա մեղադրանք առաջադրած, դու բերում ես, ցույցմունք վերցնես, որ հետաքննություն թե արդեն մեղադրանքը պատրաստի դրել ես ու վերջ, հասկանում եք ինչ է կատարվում։ Հիմա սպասում եք, որ ձեզ ընդունեն։ Մեր դատապաշտպանի կա, մենք ուզում ենք մտենք դες։ Կառավարության շենք ուզում եք հանդիպեք։ Հա, հանդիպում ենք։